տարբեր ձևաչափեր կար, մտածում ենք նաև մարդկանց հետ քննարկում, հետո երբ որ խոսեցինք պարոն Սիմոնյանի հետ, համաձայնության եկանք, որ ավելի ճիշտ է կուսակցության ցուցակով մասնակցել, որովհետև կուսակցությունը որոշակի աշխատանք տարել է եւ ի զարմանս նաև իրենց հասարակությունը շատ լավ էր ընդունել, սովորաբար նորաստեղծ կուսակցության նկատմամբ իցակ անվստահություն ալնում, չէ, ասում են դե 100 հատ կա, այստեղ 101-ը, բայց իսկապես դա լավ էր ընդունել, ես էլ եմ դա ուսումնասիրել, դա էր նաև պատճառը, որ այդ ստեղծածը, որ մարդիկ ոնց որ պակաս զգային, որ մի ուժ, որը կգա, մաքուր, որը պատասխանատու չի անցյալի արած սխալների համար, ինտելեկտուալ մարդիկ, գրագետ մարդիկ, մտահոգ մարդիկ մեր երկրի ճակատագրով հավաքվեն այդ խնդիրները առաջ տանեն, ես էլ իմ համեստ ուժերի ներածի չափով միանամ, միասին գնանք ընտրության, եւ մի խնդիր էլ կա, այդ հուշագիրը, երբ որ ես առաջարկեցի պարոն Սիմոնյանին, ճիշտ ասած ինքը մի քիչ զարմացավ, ասեց բա դա մեր ինչին ա պետք, ասեց ձեզ չի պետք, այդ ինձ ա պետք, ասեմ ինչի, որովհետեւ մեր մոտ մի հատ այլանդակ բան արեցին մեր երկրի հետ, որ օրենք ընդունեցին, որ մարդիկ գնում են խորհրդարան եւ հանգիստ կարող են մանդատը վերցնել, անցնել ուրիշ խմբի մեջ կամ դառնալ անհատ։ Հատուկ դա արվեց այն ժամանակ, ավագ սերունդը կհիշի Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու համար, որովհետև երբ որ շատերը հիշում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց չեն նայում, որ դրա հետ կապված աշխատանք տարան, օրենքը փոխեցին, խորհրդարանում վերցրեցին, հանրապետություն խմբակցությունը քանդեցին, ստեղծեցին երկրապահ խումբը ավելացրեցին եւ ժողովուրդը ուրիշ ձայնով մարդկանց ուղարկել է պարլամենտ, դու լրիվ կատարում ես հեղաշրջում կոպիտ ասած։ Եվ իմ կարծիքով, երբ որ մենք հայտնվենք խորհրդարանում ասու հաջողությամբ, առաջի քայլերից մեկը պետք է փորձել այդ օրենքը փոխել, որ եթե կուսակցությունը ստացել է 10 ձայն կամ 100 ձայն, ինքը այդ ձայնը պահելու է, ով համաձայն չի, դուրս է գալիս։ Որովհետև հիմա այսպես նայեք, մարդը ցուցակ է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասենք 100 մարդ է ներկայացնում, եթե որևէ մեկը այդ ցուցակից դուրս գա ինքնաբացարկով կամ մահանա, այդտեղը հետս չեմ տանելու թողմախ, այդտեղը մնալու է կուսակցությանը, չէ, այսինքն անձին չի նայնը տրվում է կուսակցությանը, բայց անձը վերցնում է մանդատը եւ գնում է մի հատ սրտաճմլիկ ելույթ ունենում, ինչու համար ինքը լքեց մեղավորը իրանք են։ Եթե մեղավորը նույնիսկ մեծամասնությունն է, ես դի ներողություն խնդրեմ ժողովրդից, ասեմ կներեք, ես էլ եմ խաբված, ես ձեզ չեմ խաբել։ Ուզեցել եմ լավ բան անել, եթե ես անհատ գնամ ու դնեմ այնտեղ ելույթներ ունենամ, հանրային իմ ճանաչումը քիչ է, ինձ մանդատ պետք ելույթ ունենալու համար, այսինքն ես ի սկզբանե ինչու համար ասի, որ դա նաև օրինակ ծառայի, որ մենք հասկանանք, եթե մարդը գնացել է ժողովրդին, խոստացել է ինչ-որ մի բան, չի ստացվում, ուրեմն ես դի կանգնեմ ասեմ կներեք ժողովուրդ ջան, ես գնացի, ժողովուրդ ջան, կներեք լավ բան էի ուզում անեմ, չստացվեց, գնամ պայքարեմ առանձին ձևաչափով, սա ուղղակի որ լինի մշակույթ, որովհետև հիմա տեսեք ինչա կատարվում, տեղական ընտրությունները նույն բանն է կատարվում, ասում է այսքան ձեն այս մեկը ստացել է, այսքան էլ մեկին կամ կվախացնենք կամ կգայթակղենք, նայեք ինչ ընտրություն է կատարվել տեղական, արդյունքում ովքեր են դարձել համայնքապետ, որովհետև ձայն են կամ առե կամ վախացրե, դրա համար ի սկզբանե ասենք ժողովուրդ ջան իրար հետ պայմանավորվում ենք, եթե որևէ մեկը պետք է փորձի ինչ-որ բաներ մեր դեմ անելու, արդեն արած պրծացա կանխարգելիչ, հաջողություն, ինչ անում ենք միասին, վերջ, սա ուղղակի եթե մեզ հաջող, հետո մի բան ասեմ, եթե հիմա նույնիսկ մենք օրենքը փոխենք ազգային ժողովում, օրենքը հետադարձ չունի, այսինքն մեր բարոյական պարտավորություններն է դառնալու ճանապարհի հարց, որ հետո այդ օրենքը հաջորդ գումարման համար մտնի ուժի մեջ։ Իսկ հիմա կարողացա բացատրեմ, թե դա ինչքան կարևոր է, պարզ ասած քաղաքական կռիվ ենք գնում։ Թե ուտիգուն կլնում ենք, թե չէ։ Թե մտածում ենք, որ դեռ պարլամենտ չմտած մի հատ ձախ են նայում, մի հատ թե ում ծախվեն։ Այն ժողովրդի բան եք խոստացել։ Լա գնացեք ձեր խոստացած նարեք։ Իսկ հիմա հասկացաք, թե դա ինչքան կարևոր է, եթե անվտանգության ֆորումից ենք խոսում, չնայած սա ֆորումից դուրս խոսակցություն է, սա ազգային անվտանգության խնդիր է, երբ որ դուք նայում եք անցանկալի ուժերի հարաբերակցության դեպքում ոնց են ձայն առնում
կամ ոնց են վախացնում, ոնց են կալանավորում, միայն թե իրանց ուզածն անեն։ Ժողովուրդը ընտրում է ուրիշներին, արդյունքում ստացվում է ուրիշ բան։ Իսկ դեմը դուք գիտեք ինչա մեզ սպասվում։ Այնպես որ կարծում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, պարոն Սիմոնյան։ Ինչքան ես եմ տեսել, մի քարտեզ չի, այդ որ ասում է 76 թիվ, 59-ից 76 թվի քարտեզներ կա, որոնց ֆորմատը, մասշտաբն այնպիսին է, որ մոդիկ շատ հստակ չի երևում, դրանով չեն աշխատում։ Համենայն դեպս չեմ կարող ասել որտեղ եմ տեսել, բայց 30-ից ավել քարտեզների մի հատ հավաք է, որը որ բերած է ու մի ամսաթիվ չի, մի օր չի, ոնց որ դուք ասում եք կոնկրետ օր է, թե չէ։ Սկզբից Ռուսաստանն ասում էր, որ այդ քարտեզները ես ունեմ։ Այն պաշտոնական քարտեզը, որը խորհրդային միությունն ուներ, մենք գիտենք, որ հատուկ վարչություն կար, չէ, Գլավնեյ ուպրավլենիե գեոդեզիայի կարտոգրաֆի։ Մինչև իրանք դա չէին հաստատում, չէին համարում, որ դա պետական քարտեզ է, էլի։ Այսինքն, բայց նույնիսկ այդ քարտեզների մասշտաբները խնդիր էր առաջացնում։ Ռուսներն ասում էին, մենք մեր քարտեզը կբերենք պայմանով, որ մենք մասնակցենք։ Ամերիկացի կասնեն, ինչ որ իրանք ունենք։ Այսինքն ռուսների այդ առևտրի մտնելու թեման փագեցին իրանք։ Բայց հիմա որ նայում են ճշտության առումով այդքան էլ ստույգ բաներ չի, որ ասենքն մետրերի տարբերությունա, որը հսկայական կարող է լինի, աշխատում են մեջտեղի գծով շարժվեն առաջ։ Այդ ուղղակի քարտեզի հետ կապված, որքան որ ես տեսել եմ դա է ասում, իսկ այս անվտանգության խնդիրների հետ կապված, այո, ես սահմանադրությունն է կարևոր եւ հարևանների հետ հարաբերությունները, առհասարակ մենք իրավիճակային բան ենք տեսնում։ Բոլորին հասելը քաղաքականություն չի, դա ոչ բազմավեկտոր քաղաքականություն է, ոչ բալանսավորված քաղաքականություն է, ոչ էլ կոմպլեմենտար քաղաքականություն է։ Մենք սովորել ենք տերմիններ, որ լսել ենք, գործնականում ոչ մեկը իրանց հռչակած տերմինով առաջ չեն գնացել։ Օրվա կուրսով մեկը ճնշել է, մեկը գայթակղել է, այդ ճանապարհով գնացել են։ Այդ նույն խնդիրը ունենք հիմա, ունեցել ենք նաև դրանից առաջ։ Եվ դրա համար հիմա եթե մենք հարցնենք, ու մենակ դա չի վերաբերվում իշխանությանը, եթե մենք ընդդիմադիրներ կա, որ իրանց հիմա կոտորում են, որ գան խորհրդարան, հարցնես, ասում ես, լավ, քո շրջապատում հիմա բաներ է կատարվում։ Ամեն օր մենք նայում ենք տարբեր երկրի պաշտոնական տեսակետները, ինչ է կատարվում Իրանում, ինչ է կատարվում Թուրքիայում, Եվրամիությունն ինչ է անում, ՆԱՏՕ-ն ինչ է անում, Ուկրաինայի պատերազմ, Հայաստանից պաշտոնական մի հատ բան դուք լսում եք։ Ուղղակի ասեն ժողովուրդ ջան, մի անհանգստացեք, ամեն ինչը վերահսկողության տակ է, այն որ հիմա Ուկրաինայում սա է կատարում, մենք տիրապետում ենք, կամ մենք կողմ ենք սրան, մենք կողմ ենք նրան, կամ այս բանի դեմ բացարձակ, ինչի են ներքին օրակարգ մղում տարբեր հարցեր, որպեսի ցույց տան, որ իրանք լուրջ զբաղված են, որ որևէ մեկը չհարցնի, ասի ինգեր, բայց մեր հասարակությունը տանհանգիստ է, ինչ է կատարվում։ Ասեք Իրանի հետ կապված հարցը մարդիկ մտածում են, եթե Իրանը կարողացավ Ամերիկային կոտրել, Իրանը կարող է շատ լկտի պահի Իրան, եւ Հայաստանին ասի այդ քո տրիպը վերցրու ստեղից գնա։ Եթե Ամերիկան Իրանին կոտրեց, դա էլ հակառակ էֆեկտն է, որտեղ Իրանը փոքր երկիր չի, որ դու իմանաս, որ վաղը մյուս օրը նա վերացավ։ 1.650.000 քառակուսի կիլոմետր, այսը համարյա 90 միլիոնանոց երկիրը մի ժամում, մի օրում, մի հրթիռով չի վերանում։ Այսինքն, եթե Ամերիկան ու Իրանը համաձայնության չեկան, մեզ համար խնդիր է։ Իսկ մերոնք շատ ակտիվ են այդ հարցում։ Ոչ կարող են չեզոքություն պահեն, ոչ էլ ակտիվ չեզոքություն պահեն։ Իրանին իրանք ողջունեցին ռազմավարական գործընկերության փաստաթղթեն ստորագրում, դատապարտեցին Իսրայելին, Իրանը գնաց իսլամական համագործակցության կազմակերպությունում Հայաստանին դատապարտեց։ Կողմ քվեարկեց մի փաստաթղթի, որտեղ ասում են 300,000-ին ինչի չեք հետ ընդունում, 150 միլիարդ դոլար ինչի չեք տուգանք վճարում։ Այդ նույն փաստաթղթին Իրանը կողմ է քվեարկել։ Մենք Պաղեստին պետությունը ճանաչում ենք, Պաղեստին պետությունը չճանաչված իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է։ Հայաստանին դատապարտելա, թե ինչի 300,000 մարդուն հետ չեք բերում։ Վերցրեք այդ փաստաթուղթը նայեք։ Բայց մենք ինչ շահեցինք, որ դա արեցինք։ Դա մեզ ինչ տվեց։ Եթե մի քայլ անում ենք մեկի օգտին, արդյունքում մենք ինչ ստացանք։ Իսկ դա մեզ համար իրոք խնդիր է։
Հա իդեալական կարող է լինի, որ ամերիկամետ Իրան ունենանք մենք։ Էլ կասենք գլխացավից պրծանք մի գլխացավից, բայց մենք չենք չէ որոշում։ Մենք ուղղակի գոնե տիրապետենք ինչա կատարվում։ Հիմա ասենք այդ ընթացքում, երբ որ շատ ողջևորված նաև Իրանում ողջունում են իշխանությանը, մանավանդ այդ լարված օրերին, հարցը նա չի, որ իրանք կարողացան արյան մեջ ճնշեն այդ ժողովրդին։ Հարցը նա է, որ այն մի ժողովուրդը արդարացի դժգոհություններ ուներ։ Նրանք տեսան, որ իրանց պատերազմի, իրանց պայքարի ժամանակ Հայաստանը պաշտպանում էր կրոնապետությունը։ Ակնհայտ պաշտպանում էր։ Եվ մատների վրա կարելի է հաշվել պետություն, որոնք պաշտպանում էին։ Ու նույնիսկ բացարձակ կապ չունի, որ իրանք ասեն, մենք ճիշտ դուս եկանք, տեսակ ճնշեցին։ Ոնց ճիշտ դուս եկար այդ ժողովուրդը ասեց, դուք ինչով եք զբաղված։ Ում եք պաշտպանում։ 21-րդ դարում կրոնապետությունը։ Շնորհակալություն։